Բարև ձեզ, պարոն Մարգարյան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մի քանի թեմաների հետ կապված լսենք ձեր գնահատականը եւ այսպես Նիկոլ Փաշինյանը այսօր մեկնեց ավելի շուտ արդեն Թուրքիա Էրդողանի հրավերով, Ալեն Սիմոնյանը սա որակում է պատմական այց։ Կխնդրեմ ձեր գնահատականը տաք այս մասով, ի ակնկալիքներ կան, ինչ սպասելիքներ կան, համեցեք։ Այն որ պատմական է, բայց պատմականը միշտ չի, որ դրական կարելի է գնահատել, կամ պատմական իրադարձություններ, որոնք բացասական են եւ ամոթալի են ընդհանրապես պատմության։ Ամեն դեպքում արձանագրվում են պատմության մեջ, մնում են պատմության մեջ, համարվում են պատմական, բայց իրենց ձեռքբերումներով, իրենց արդյունքներով համարվում են բացասական կետ պատմության էջով։ Իսկ ասեմ, սա պատմական է, բայց բացասական առումով պատմական այց է, որովհետեւ առաջին անգամն է, որ մի տեսակ ասես մենք փորձում ենք միջնորդություն խնդրել մեր թշնամի մեկ պետությունից մեր մյուս թշնամու համար, այդպես ասած, մյուսի մոտ մեզ միջնորդելու եւ խաղաղություն հաստատելու համար։ Այդ առումով ես կարծում եմ ամոթալի արդյունքներ ունենալու մեզ համար։ Ես կարծում եմ աշխարհում միակ պետությունն ենք, որ այս կարգավիճակով գնում ենք նստել եւ փորձում ենք խաղաղության հասնել, որի արդյունքը կարծում եմ արդեն իսկ բոլորիս համար նկատելի է։ Սա արդեն իսկ իր տեսքով մի տեսակ կապիտուլացիայի տպավորություն է թողնում, արդյունքը ինչ էր որ լինի, բնական է որ դա մեր շահին չի լինելու։ Ինչպես կարելի է պատկերացնել, այսինքն մի կողմում նստի հայկական կողմը, միջնորդը լինի մեր մեկ թշնամին, իսկ մյուս կողմը լինի մեր մյուս թշնամին, հետո դրանից մենք ակնկալենք ինչ-որ դրական բան կամ ինչ-որ Նիկոլն է ուզում փորձել դրան ներկայացնել որպես պատմական առաջընթաց։ Ամեն դեպքում Նիկոլը մեկնել այդ հանդիպումները կլինի, բայց թե ինչ է լինելու, կարծում եմ պետք է մի փոքր սպասենք, որ արդյունքները հասկանանք, բայց հիմա հետաքրքիր է որ նախորդին, այսինքն երեք նաև Թուրքիա էր մեկնել Ալիևը, բայց չգիտեմ հիմա կլինի թե չէ, բայց գուշակում եմ, որ ուղակի հանդիպում, այսինքն երակողմ հանդիպում այդ ձևաչափով գոնե այս փուլում չեն ունենալու, քանի որ դա չափազանց բացասական արձագանք է ունենալու, խուսափելու են, այսինքն այդ երակողմ հանդիպումը Թուրքիայի եւ Ալիևի հետ ունենալուց Նիկոլը խուսափելու է, բայց կարծում եմ Էրդողանի հետ ինչ-որ թուղթ բան պետք է ստորագրվի, չի բացառվում, որ ասենք նույն նոյեմբերի 9-ի տարբերակով, այսինքն նույն ձևաչափով ստորագրվի, թե հիշեք նոյեմբերի 9-ին էլ Նիկոլը եւ Ալիևը չէին նստել մեկ սեղանի շուրջ Պուտինի հետ միասին, ասենք այդ երակողմ կապիտուլացիայի փաստաթուղթը ստորագրելու, ամեն մեկ առանձին էր ստորագրությունը դրել տակը, կարող է պատահել հիմա այս անգամ նույն ձևաչափով առաջնորդվեն, այսինքն Նիկոլը հիմա Էրդողանի ներկայությամբ ինչ-որ թուղթ ստորագրի եւ հետո ասենք Ալիևը առանձին կերպով միանա դրան, որպեսզի մի քիչ այդպես մեղմացնեն իրավիճակը։ Բայց ամեն դեպքում ինչ-որ համաձայնություններ կլինի, բովանդակության մասին այսօր մամուլում նկատեցի որոշ բացահայտումներ, այս կատում դրանք բոլորը գուշակություններ են, բայց նաև իրականությունից հեռու գուշակություններ չեն կարող դնել։ Բայց իրականությունն է նա, որ այս ամեն գործընթացը մեզ չի տանում դեպի լավ բան, այսինքն շատ կարելի է, այդպես ասած, մի բանից կարելի է պատկերացնել, թե դրա արդյունքը ինչ է լինելու։ Հնարավոր է սրանից հետո ինչ-որ զարգացումներ հայ-թուրքական հարաբերություններ լինեն, վերջնաշոտ Նիկոլը քաշնի այդ երազանքին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, բայց շեշտում եմ, չեմ կարծում դրա արդյունքում մենք ունենալու ենք այն խաղաղությունը, այն ապագան, ինչ որ Նիկոլը խոստացել էր, երեք եթե չեմ սխալվում խոսում էր ազգային ժողովում դրա մասին, եւ այս ամեն ինչի արդյունքը մեզ համար լինելու է հերթական նվաստացում, հերթական ստորացում։ Ես նախորդ մեր զրույցներում, եթե չեմ սխալվում, անցած շաբաթ էր ունեցանք, այս թեմային անդրադարձել եմ, ասել եմ, որ Նիկոլը միակ հույսը, որ հիմա մնացել է, հենց Էրդողանն է, այսինքն այնպես չի գուցե ինքն իր խոր ցանկությամբ բա գնում այդ քայլին, որ Էրդողանին է որպես միջնորդ ընտրում, կարծում եմ բոլոր տեղերից իր ձեռք այս պահին կտրված է, չունի այնպիսի վստահելի միջնորդներ, գործընկերներ, որոնք իրեն կօգնեն այդ խաղաղության իր համար այդքան ցանկալի թղթի կտորին հասնելու համար։ Եվ միակ երկը, որ իր համար մնացել է, միակ լծակը, որ իր համար այս պահին մնացել է, դա Էրդողանն է։ Ես նախկինում էլ ասել եմ, հիմա էլ եմ ասում, օրինակ Միացյալ Նահանգներից ինքը գուցե հույսեր ուներ, եթե դեմոկրատականները լինեին, հավանաբար շատ ավելի ուժեղ ներգրավվածություն կունենային Կովկասի հետ կապված հարցերում, հատկապես հայ-ադրբեջանական խաղաղության այդպես բանակցությունների հարցում, բայց տեսանք իշխանապողությունը, որ տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում, նոր վարչակազմը նկատել եք արդեն բոլորովին այլ հետաքրքրություններ ունի, ինչպես բոլորս էլ կանխատեսում ենք, եւ ընդհանրապես Կովկասով հետաքրքրված չի, հետաբար Նիկոլը 0 շանս կարող է ունենալ, որ ասենք Թրամփը գա եւ փորձի այդպես ասած միջնորդի դեր ստանձնել կամ Միացյալ Նահանգների որից է պաշտոնատար Նիկոլը այդ շարանի մեջ որ հարցերը որ Թրամփը պետք է կարգավորի հավանաբար այն վերջի տեղում է գտնվում հայ-ադրբեջանական այդ համաձայնագիրը այնքան հարցեր կան կարգավորելու Նիկոլին եւ այդ համաձայնագրին հետ չի հասնելու
Մյուս կողմից Եվրոպայից էլ տեսնում ենք վերջին շրջանում այդպիսի նախկին ակտիվությունը, որ գոյություն ուներ, հիմա այդ ակտիվությունն էլ ասենք Ֆրանսիայի կամ մյուս կողմերից չկա, եղած այդպես երբեմն հատուկ են կոչեր են, որոնք հնչում են։ Իրանը արդեն իսկ ներգրաված է այլ խնդիրների մեջ, լուրջ խնդիրներ ունի։ Ռուսաստանի դեպքում նա արդեն տեսնում ենք ինչպես է։ Հիմա միակ հույսը, որ Նիկոլի համար մնացել է, կարծեմ գնալ մի հատ վերջին փորձ անել Էրդողանի միջոցով, Էրդողանին համոզելով, որպեսզի գա միջնորդի եւ այդ թղթին հասնել։ Կարծում եմ իր համար լծակն էլ շատ հստակ է ինչա լինելու Էրդողանին այդպես ասած առաջարկությունը, որ օգնի ինքը մնա իշխանության, քանի որ այդ թղթի կտորին են թթվածինի, հաց ու ջրի նման անհրաժեշտ է իշխանության մնալու համար։ Միակ այդպես ասած թուղթն է, միայն այդպես ասած քարոզչական միջոցն է, որ կարող է ինքը ունենալ այս պահին եւ խնդրելա, որ ամեն գնով այդ թուղթը իրեն տան Թուրքիան եւ Ադրբեջանը, որպես ինքը դրա միջոցով կարողանա վերարտադրվելու հույս ունենալ, ես չեմ կարծում դա տեղի կունենա, հույս ունենալ եւ դրանով գնալ հաջորդ ընտրությունների։ Հետաբար իսկ կարծում եմ նաեւ այդ շրջագծում կարելի է քննարկել, որ սա իր միակ հնարավորությունն է, որ ունի գնալ Թուրքիա Էրդողանից խնդրել, որպեսզի միջնորդի եւ Ալիևին համոզի հիմա որոշ զիջումները չի անելու Ալիևը բնականաբար իր պահանջները հետաձգի իրագործումը միջև ընտրություններից հետո թույլ տա որ Նիկոլը կարողանա մի թղթի կտորի ձեռքում ունենա միջև ընտրություններ։ Դրանով է պայմանավորված եկեղեցու դեմ արշավ այն կեղտոտ արշավը, որ իրենք իրականացնում են, ես կուզեմ անցմանենք դրան, կարծում հետևում եք, թե ինչ խայտառակ, ուղղակի գռեհիկ տերմինոլոգիայով գրառումներ է անում ինքը, խնդրեմ ես մասոցեք տեսակետը։ Հիմա տեսնում ենք երբեմն վերիվարումներով մի քանի օր չի գրում, հետո գրում այնի մի քանի օր չի գրում, անշուշտ դրա հետ փոխկապակցված է, չի կարող կապ չունենալ, վերջին հաշվով Վեհապար Հայրապետի այդպես մասնակցությունը Շվեյցարիայում կայացած այդ խորհրդաժողովին այնտեղ բարձրացած հարցերը, նաև ընդհանրապես Արցախյան այդպես ասած պատերազմից հետո 2020 թվականից հետո Արցախի կորուստից հետո եկեղեցու ընդունած շատ սկզբունքային դիրքորոշումը Արցախի հարցի կապակցությամբ, որ Արցախը կորսված չէ, պետք է հույսը վառ պահել, այդ հույսը, որ ներշնչում է եկեղեցին, ժողովրդին Արցախի թեման վառ պահելու համար, բնականաբար դրանք դուր չեն գալիս նախ հենց Նիկոլին, նաև ասենք իր թուրք-ադրբեջանցի գործընկերներին, եւ տեսնում ենք շատ հաճախ Ադրբեջանի կողմից, Փաշազադեի կողմից, մյուսների կողմից քննադատաբար է մոտենում այս հարցի, որ եկեղեցին ռավանշիստական մոտեցումներ ունի։ Ես կարծում եմ այս այցի սեմին Նիկոլի այս արշավը, որ սկսեց, այո, չի կարող կապ չունենալ նաև այդպես ասած այդ Էրդողան Թուրքիա կատարելիք այս հայցի հետ ամեն դեպքում փորձում է եթե գնում է Թուրքիա ներկայանալ ինչ որ այդպես ասած բանակցություններ են դեպարեն ինչ որ զիջումների մասին խոսալ, հավանաբար իր ամբողջ գրառումները այս արշավը, որ սկսել է որպես փաթեթավորված մի այդպես ասած փաթեթ տանելու ներկայացնել, որ տեսեք դուք ասում եք, որ ես ռևանշիզմի օջախների դեմ այսպես ասած Հայաստանում պայքարեմ, հիմա անդիմության դեմ այլ կերպ եմ պայքարում, ասենք եկեղեցու դեմ էլ արդեն իմ պայքարը սկսել եմ եւ դա տեղի ունենում։ Բայց նաև ես կարծում եմ այդ արշավը, որ կա, նաև այդ վերջին երեկվա Սամվել Կարապետյանի դեմ այդ իրադարձությունները, որ տեղի ունեցան, նաև այդպես ասած հոգեբանական այլ պատճառներ են ունեն։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը կարծում եմ շատ լավ զգում է, որ աթոռը իր տակից դուրս է eնում, այդպես ասած գնալու է իր այդպես իշխանության հիմքերը շատ ուժեղ սկսել են երրալ եւ ինքը տարապես շատ էլ հույս չունի, որ կարող է վերարտադրվել այդ գործը հասնի ընտրությունների ընթացքում, բայց միևնույն ժամանակ չի կարողանում պատկերացնել, թե այդ հարվածը ինքը որտեղից է ստանալու, որտեղ այնքան այդպես ասած իր շուրջը մա թշնամիներ ունի տարբեր ճակատներում, կարծում եմ չգիտի այդ աթոռը տակից ասեք Սերժ Սարգսյանն է քաշելու, Ռոբերտ Քոչարյանն է քաշելու, Ռուսաստանն է քաշելու, Արևմուտքն է քաշելու, ով է այդ գործն անելու եւ շարունակ փորձում է այդպես ասած այդ ոգեվիճակի մեջ որ կա թշնամիներ որոնել եւ հիմա այդ թշնամիներ որոնելու այդպես ասած այդ հոգեվիճակի մեջ որ կա մտնում է Facebook գրառ հարցազրույցներ է տեսնում ցանկացած հարցազրույցից մեկ նախադասություն անմիջապես ինքն ամենավատ բանը որ կարող է պատկերացնում է եւ հետո արդեն դրան հաջորդում է արշավը եւ գործողությունները օրինակի համար հենց եկեղեցու դեպքում եթե մի քիչ փորձենք հետ գնալ տեսնենք որտեղից էս ամենը սկսեց այո, Վեհապար Հայրապետը գնացել էր Շվեյցարիա, այդպես խորհրդաժողովի մասնակցով, բայց այդ չեմ սխալվում Հայաստանում էլ ինչ-որ այդպես միջոցառում կար, Արշակ Սրբազյանը, թե չեմ սխալվում, մի հատ հարցազրույց ունեցավ, հիմա չեմ հիշում ուղղակի կոնկրետ ինչ հարցեր թեմայ ասել, եւ դրանից հետո իր արդեն այդ հայտնի առաջին գրառումը Սրբազան գնա, այսինչ արդեն գիտեք չկրկնեմ Ալբոթալի բառերը, ուրեմն այդ գրառումը կատարեց
Բայց կարծեմ այդ էմոցիայի տակ այդ գրառումը կատարելուց հետո ինքը մնաց իր այդ գրառման տակ, որտեղ միայն գրառում կատարելով չէ, հետո դու պետք է կարողանաս նաև դա շարունակես, ուշքի գալուց հետո զգաց, որ հիմա ինչպես պետք է դա շարունակի, արդեն սկսեց հիմա իր այդ կատարած գրառման համար այլ այդպես տրամաբանական պատճառներ գտնել, այսինքն ուսուցչական հարց, զավակ ունենալու հարց, սրբապղծության հարց, այսինքն մանկապղծության հարց, ուխտը դրժելու հարց, այլ ինչ ասես այդ ընթացքում փորձեցին Երևան բերել, որպեսզի Նիկոլը կարողանա այդ մեկ գրառումը, որ կատարել է պատճառաբանի եւ դրա տակից կարողանա դուրս գալ եւ հետո այս ամբողջ արշավը սկսեց դրա հետևից շարունակվել։ Նույնը նաեւ ասեմ հենց Սամվել Կարապետյանի դեպքը, որ տեղի ունեցավ, նույնն հիմա մի հատ այդպես անմեղ նախադասություն էր ինքն ասել, որ նորմալ պայմաններում այո արդեն դա կարող է շատ նորմալ ընդունել, եթե եկեղեցի այս խնդիրները քաղաքականապես չլուծվի, մենք մեր ձևերով կմիջամտենք։ Հիմա այդ մեր ձևերով միջամտելը կարող է լինի բանակցություն, միջնորդություն, տնտեսական միջոցներ։ Էլ ամենավերջին բանը, որ մեկը կարող էր պատկերացնել, օրինակ դա է, որ ասենք Սամվել Կարապետյանը զենք հավերցնելու գա փորձի ռազմական հեղաշրջում իրականացնել Նիկոլի դեմ։ Բայց Նիկոլը հենց այդ Բայց մինչև վերջինն է։ անգամ ինքը հեղաշրջման կոչ չի եղել այդ հայտարարության մեջ։ Ասում բնականաբար չէ, բայց Նիկոլը իր մտքի մեջ, քանի որ այդ հոգեվիճակի մեջ է գտնվում, ամենավատ բանը, որ կարող է պատկերացնել, որտեղ ինքը ցանկացած շարունակաբար թշնամիներ ա որոնում, հենց այդ է գտնում, եւ սկսում է դրա վրա ինչ-որ գրառում անել էմոցիայի տակ, հիմա այդ գրառումից հետո հիմա պետք է անվտանգության ծառայության ուղարկի գնա, եթե մասկի շոկ կազմակերպի փորձի ամեն կերպ ինչ-որ փաստեր գտնել, մի բան գտնել, որ արդարացնի Նիկոլի կատարած այդ գրառում։ Եվ տեսնենք այս ամբողջ արշավները սկսում են։ Հիմա Նիկոլի արտացեք հիմա ամենատարբեր պատճառները կարելի, ամեն մարդ կարող է իր դիտանկյունից քննարկի ինչու է նման արշավներ, այսինքն դիմադիր գործիչի կամ եկեղեցու դեմ սկսում, ամենը կարող են ինչ-որտեղ ճիշտ լինել, ինչ-որ տրամաբանություն լինի, բայց ես կարծում եմ նաև իր այդ վախերն ա, որ այդտեղ դրսևորվում է հոգեբանորեն, ինքը ցանկացած նախադասության, հարցազրույցի ցանկացած նախադասության մեջից փորձում է ամենավատ միտքը վերցնել եւ դրա վրա ինչ-որ գործողություններ արձանագրում։ Նաև այս ամենին ավելացեք այն, որ ինքը միջազգային բեմում ստորացվել է, նվաստացված այս պայմաններում մարդու տեղ իրան մի խոսքով չեն դնում, ոչ Ալիևն է իրան կարգին տեղ դնում, ոչ մյուսներն են կարգին տեղ դնում, ճարահատյալ էլ այնպես տեղ ասի, քիչ առաջ ասացի, պարտավոր է գնալ հիմա Էրդողանից խնդրել, որ գա, ասենք միջնորդի, որպեսզի Ալիևը իր այդ թղթի կտորը գցի առաջը պարզապես։ Այս ամեն իրավիճակը դերսում նվաստացում, հիմա ինքը այդ ամեն ինչը բերում է փորձում է ներսում իր ժողովրդից այդ մուրը անել, եկեղեցուց այդ մուրը անել, ուժի ցուցադրում անել, իբր տեսեք ես ինչքան տղա եմ, սա կարծում եմ ցանկացած մարդ էլ գուցե ինչ որտեղ այդպես մի հատ հոգեվիճակի մեջ գուցե փորձ ունեցած լինի, շատերը կարող ունեցած լինեն, որ ինչ որտեղ միտեղ հարված են ստանում, փորձում են վրեժը մեկ ուրիշից լուծել։ Կարծում եմ հիմա Նիկոլը նույն իրավիճակի մեջ է, միջազգային տեսակետից արամարված, նվաստացված, ստորացված վիճակի մեջ է, ամբողջ իր քաղաքականությունը, որ վարելած ցախողած, փորձում է ամեն կերպ արդարացնել իր վարած քաղաքականությունը, չի հաջողվում, հիմա բերում է դրա վրեժը փորձում է այդպես ասած ներսում հիմա ժողովրդից լուծել, ես ինչ գիտեմ, եկեղեցուց լուծել, քաղաքական դիմադիր գործիչներից լուծել, այդպիսով ուժի ցուցադրում անել, մի քիչ էլ ինքն էլ այդ ընթացքում ինքնաբավարարվել, ինքնավստահություն ձեռքբերել, որ տեսեք ես ինչքան հզոր եմ, բայց դա արդյունքն էլ տեսնում եք ամենտեղ էլ վերջին հաշվով չի կարողանում հաջողել։ Եկեղեցու դեպքում մենք տեսանք այդ ամբողջ արշավը, որ սկսեց, ինչի է հասցրել իրեն, փաստորեն հիմա ինքը մեզ փորձում է խոսել, բաներ գրել, գրառումներ անել, բայց կարծում եմ կամացված այդ գրառումներն են որից է մեկի այլևս տեսեք այդ նախկին արձագանքները, որ ինքը կարծում էր կարող է ունենալ հասարակության մեջ, չի ունենում։ Մի քանի ոգի կրկնում են, տարածում են բայնում, կամաց մոռացվում է, չի հանգեցնում այդպիսի գործողությունների եկեղեցու դեմ, որ ինքը կարող է պատկերացնել։ Հիմա գուցե գրառումից հետո պատկերացնում է շարժումը ձևավորվելու ամենը կարող են այո պիտի գնանք հենց այն 2018-ի նման նոր Հայաստան, նոր վարպետապար, այդպես հայրապետ, այդպես այդ ձևաչափով պիտի ինչ-որ բան ստեսի, բայց տեսնում ենք ոչ մի բան էլ իրեն չի հաջողվում անել։ Մյուս կողմից այդ ամեն մեղադրանքները, որ ինքն ուղղում է, բոլորս էլ գիտենք Հայաստանի Հանրապետության մեջ որևէ օրենք չկա կամ օրենքի կետ չկա, որ այդ օրենքի կետով կարելի է այդ մեղադրանքների համար, ասենք ինքը որ հնչեցնում է եկեղեցու հասցեին, կարելի է գնալ, ասենք եկեղեցականի կալանավորել ուխտը դրժելու համար, ես ինչ գիտեմ, հիմա կուսությունը խախտելու նույնիսկ մարդուցի ծանր գալ երբեմն այդ բառերը օգտագործում է, դրանց համար ոչ մի օրենքի կետ չկա, հետաբար օրինակ չի կարող դատախազին հրահանգել մինիստրին, դատավորին հրահանգել, գնացեք օրինական քրական գործեր հարուցել կամ քննչական կոմիտեին գնաք քննի, անհնարին է դա։ Մյուս կողմից նաև, այդպես ասած, բանդիտական խմբեր կազմակերպելով էլ չի կարող ներխուժել, ասենք վեհարան։ Մի անգամ ես անցած շաբաթ այդ հարցազրույցում ասացի 2018 թվականին, երբ ամենա
ծայրը էյֆորիայի շրջանում էր գտնվում, ինքը ամենաբարձր ռեյթինգն ուներ, ամեն ինչ ժողովուրդը հալած յուղի տեղ էր ընդունում իր ցանկացած հայտարարություն, նույնիսկ այդ ժամանակ ինքը չկարողացավ այդպես ասած ներխուժել վեհարան եւ ներխուժելով վեհարանը գրավել, պարզավոր հիմա դա իր մոտ չի ստացվելու, արդյունքը լինում է այն, որ փորձում է այդ ամենի մաբիտեցա կոծկի մի հատ կարգավորող խումբ ձևավորելու անվան տակ, որը գիտենք, որ իցե տեղ չի տանել։ Նույնը Սամվել Կարապետյանի օրինակ Դեմետ Արշավի դեպքում էր։ Հիմա մտածես անվտանգության ծառայությանը կհրանգի նրանք կգնան մասկի շոկ անեն, կպարկասնեն գետին Սամվել Կարապետյանին, հետո ինքը ասում է, որ տեսեք, ես Սամվել Կարապետյանին էլ պարկասեցի գետնի վրա, այդպես ասած, բայց տեսանք նույնիսկ անվտանգության ծառայությունը էլ հասկացավ, որ այս այն բանը չի, որ պետք է արդեն այստեղ ենթարկվի։ Հիմա գնալ մի հատ խոզարկություն անել հասկանալի է, բայց կալանավորել գետին պարկեսնել չի կարելի, որտեղ դրա հետևանքները հետո դու պիտի կարողանաս նաև գուշակես, որ Նիկոլը չի գուշակում, բայց Պետչաշով անվտանգության ծառայությունները հասկանում են, որ դա կարող է ինչ հետևանքներ ունենա, չեն կատարում եւ տեսնում ենք հետո գնում է Արմեն Ավազյանին աշխատանքից հանում անվտանգության ծառայության պետափոխում։ Մի խոսքով այս ամբողջը ես կարծում եմ իր ձախողումների, իր հոգեվիճակի, նաև ինչ-որ ձևով արտահայտությունը, որ այս պահին ինքը գտնվում է, փորձում է ամեն կերպ դուրս գալ, իր ուժի ցուցադրում անել, ամենատարատեսակ տարբեր հիմար հայտարարություններ անել, բայց եթե կուսեք նաև երեկվա այդ ազգային ժողովում հայտարարությունների մասին էլ կարելի է խոսել, մի քանի հատ հետաքրքիր հայտարարություններ արել։ Ամեն դեպքում այս Մենք դրան ամբողջը անպայման կգանք, պարոն այո, Մարգարյան։ հենց այդ կարծում եմ ես կարող ավարտեմ, հենց այս շրջագծում կարելի է ամբողջը Բայց տեղավորել։ տեսեք, Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող արշավը կարող է այսպես նոր թափ ստանալ ժողովրդի արթնության իմաստով, թե նաև այս տեսակետը կուզեմ այս մասով ձեր գնահատականը լսել, Սամվել Կարապետյանը կկրկնի օրինակ Սամվել Ալեքսանյանի Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունը այն է կոմպրոմիսի գնա, թե մինչև վերջ կգնա։ Ես չեմ կարծում կոմպրոմիսի կգնա, այսինքն գոնե մինչև այս պահը մենք տեսնում ենք այդ ամեն ինչը տեղի չունենա, որտեղ մյուսների պարագային Սամվել Ալեքսանյանի դեպքում հենց առաջին ազդանշանները, որ եղան, արդեն ինքը հանձնվեց ամեն ինչը, եթե հիշեք 2018-ին սկսեցի միանգամից Երևան City-ում խոզարկումներ անցկացնել, դրանից հետո ինքը անմիջապես անցավ Նիկոլի կողմը եւ դադարեց, որ իցե պես ասած քաղաքական գործունեությամբ զբաղվել։ Գագիկ Ծառուկյանի դեպքում էլ տեսանք մի շատ պարզ մի բան տեղի ունեցավ, անմիջապես խնդիրը փակվեց ու ինքն էլ լրեց նույնիսկ հիմա շատ հետաքրքիր որ այս ամբողջ եկեղեցու դեմ արշավի կապակցությամբ կարծեմ միակ մեկն է որ այդպես շատ հստակ դիրքորոշում էլ չի ընդունել բայց չեմ կարծում առնվազն հույսով եմ բայց չեմ կարող այդպես շատ էլ կանխատեսում անել Սամվել Կարապետյանը չի լինի այդ դիրքում քանի որ նաև այդ թիկունքում ունի շատ ուժեղ աջակցություն այս պահին կարծում եմ ժողովրդի կողմից որտեվ իր գործունեությամբ իր բարեգործությամբ իր համբավով կարծում եմ այնպիսի անձնավորություն է որ ունի վայելում է հասարակական այդպես ասած համակրանք եւ տեսնում ենք բոլոր քաղաքական ընդդիմադիր ուժերը չնայած իրենց ներքին տարաձայնություններին որ ունեն իրար հետ բայց այնուամենայնիվ օրինակ Սամվել Կարապետյանի թիկունքին կառնելու նրան աջակցելու հարցում միանշանակ նույն դիրքորոշումն ունեն պիտի տեսնենք ինչ ա լինում հիմա այդ երկու ամսում կալանավորել են բայց գոնե հիմա այս պահին չենք տեսնում այդպիսի մի հատ գործողություն գոնե ես կարծում եմ որ օրինակ Սամվել Կարապետյանի շուրջ պիտի ինչ-որ շարժում ձևավորվի ես չեմ կարծում դա լինի նույնիսկ եթե փորձի ձևավորվել Նիկոլը ամեն դեպքում կարծում եմ այդքան խորաման կա որ թույլ չտա ասիկա իր կատարած է սխալ շարժումը իր դեմ ինչ-որ շարժման սկիզբը դառնա բայց հույսով եմ որ այս բանը կլինի այսինքն Սամվել Կարապետյան չի հետևի Սամվել Ալեքսանյանի կամ ասենք մյուսների օրինակին եւ կարծում եմ որ ինձ այդպես կլինի չի հետևել Երեք ազգային ժողովում նաև տեսակ հայտարարում են մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը այլ գտանք Հայաստանի Հանրապետությունը Ես չգիտեմ այս բառերով նկարագրելու հայտարարություն է, խնդրեմ ես մասով ձեր կարծիքը։ Դե ես սիրում եմ օրինակներով խոսեմ, որտեղ երբեմն ժողովուրդը Նիկոլի այդ հայտարարությունները տեսնում է այդպես մեծ բառեր, շարում է իրար կողքի Արցախ, Հայաստան, բան, այդպես դնում է ժողովուրդը, ասեք ինչ հետարքիր միտք արտահայտեց, բայց հիմա ինձ պետք օրինակով բացատրեմ Նիկոլի հիմնականում ինչ ասում, որպեսզի հասկանաք այս մարդու կատարած հայտարարության միջի ցինիզմը հասկանաք, որ ինչքան ցինիկ հայտարարություն է անում, եթե նման հայմատություն է կա։ Դուք պատկերացրեք մի կողքի որ վարորդություն չգիտի, ես օրինակ շատ եմ բերել, ես ձևափոխելու եմ ուզում ասեն, որպեսզի երեկվայի արտահայտությունը բացատրեմ։ Երևակայքում վարորդություն չունեցող անձը նստում է ավտոյի մեջ, փորձում է ավտո քշի, իր երեխաներին բոլորին նստացնում այդ ավտոյի մեջ գնում են դուրս ճամփորդության եւ արկածա ունենում իր լավ չքշելու պատճառով, անվաշ քշելու պատճառով իր որդուն կորցնում է, այսինքն որդին մահանում է, սպանվում է։ Հետո
մի ժամանակ անց գնում եմ մի հատ նոր ավտո առնում, էլի է սկսում ավտո քշել, հետո հայտարարում դե լավ, հիմա այո, մենք որդուս կորցրեցի, բայց հիմա նոր ավտո եմ առել։ Գիտեք, այսքան Նիկոլի կատարած հայտարարությունը ցինիկ է։ Հիմա այն որդու կորցրելը բերել հայմատել, այսինքն նոր ավտո առնելու հետ, ինչ կապ կա այս երկուսի մեջ, այն կորուստը ինչպես կարելի է սրա հետ կապել։ Հիմա նույնն էլ Նիկոլն ասում, Արցախի կորուստը փորձում եմ իգებ դրա համար արդարացում գտնել, հիմա ասենք բերում է նոր Հայաստան կամ Հայաստանը գտնելու հետ հայմատել։ Այս գիտեք, հիմա նայեք 2020 թվականից հետո ամենատարբեր ինքը պատճառներն ու արդարացումներն ա բերել ինքը իրեն արդարացնելու համար։ Պատճառն էլ այն է, նորից հենց այդ իր հոգեվիճակին վերադառնանք, որտեղ ինքը բոլորից ավելի լավ գիտի, թե ինչ է կատարել։ Հիմա մենք կարող է ենթադրություններ անենք, գուշակություններ անենք, այս այն փաստերի վրա ինչ-որ բաներ ասենք, բայց ինքը այդ հիմնական անձն է, որ գիտի ինչ սարսափելի բան է թույլ տվել, ինչ սարսափելի հանցանք է գործել, ինչ է արել Արցախը հանձնելով եւ գիտի, որ իշխանապողությունից հետո այդպես ինքը հանգիստ չի պլստալու կնա, կանգնելու ամեն դեպքում դատարանի դիմաց եւ պարտավոր է այս ամեն ինչի համար պատասխան տալ եւ հիմա այս ընթացքում փորձում է ամեն կերպ արդարացումներ գտնել։ Եվ ես կարծում եմ ամեն անգամ նոր թեմա առաջ քաշելով նաեւ փորձում է տեսնի հասարակության արձագանքը դրա հանդեպ ինչ արինում, այսինքն որ մեկն է ժողովրդի կողմից ավելի ընկալելի, ժողովուրդն է ժողովուրդը ավելի լավ հասկանում, որպեսզի դա հետագային պիտի դառնա ավելի իր համար, այդպես ասած, հիմնավոր արդարացում այդ ամբողջ հանցագործությունները թույլ տալու։ Մի օր պատմական իրական Հայաստանն է առաջ քաշում, ես ինչ գիտեմ, հիմա դիմկել է այս պատմությունը առաջ քաշում, Արցախը կորցրել են, բայց Հայաստանն են գտնել։ Այդ այսքան, գիտեք, ասեմ ցինիկ այդ հայտարարությունները եւ կարծում եմ ուղղակիորեն նաեւ ապացուցում է այն, որ այս մարդը ինքը շատ լավ գիտի, թե ինչպիսի հանցագործություն է թույլ տվել եւ ամեն կերպ փորձում է, ես կարծում եմ, արդարացում գտնել։ Հիմա այս էլ իր հերթական արտահայտություններից մեկն է, պիտի սպասի տեսի ժողովրդի կողմից ինչպես է անցալվում կամ ընդհանրապես հասարակությունը քաղաքական դաշտը ինչպես է դա մեկնաբանում եւ հետո դրա վրայից հիմա կամ դրանով կշարունակի կամ կփորձի հիմա ինչ որ նոր ուրիշ թեմա առաջ քաշել։ Եվ ամփոփելով մեր զրույցը Իրան-Իսրայել պատերազմը, սպասվող Նաև կներեք նախքան այդ հարցին ասել, իր երեկվա հայտարարության կապակցությամբ մի ուրիշ հայտարարություններ են ինքը կատարել 2022 թվականի հոկտեմբերի 4-ին ես իգտեմ դարձա Հայաստանի իրական Հայաստանի վարչապետը, այդպես հայտարարություններ կարել մինչև փորպոստի վարչապետ եմ եղել, հետո այդ թվականից հետո դա այն թվականն է, որ իր ուղակի բառերն եմ ասում, ես ճանաչեցի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Պատկերացնում եք, եթե այս թարգմանվի այլ լեզուների, ինչպիսի ցինիկ հայտարարություն է։ Պարզապես ինքը եղել է մեկ երկրի վարչապետ մինչև 2022 թվականը, որի տարածքային ամբողջականությունը ինքը անձամբ չի ճանաչել։ Գիտեք, ով ինչպես կարող է, չգիտեմ ինչպես կարելի է սա մեկնաբանել։ Նիկոլ միակ երկրի աշխարհի ղեկավարն է, որ ինքը իր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտապես ճանաչում է։ Դու ընդհանրապես ճանաչում ես հարևանի տարածքային ամբողջականությունը, մեկ այլ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչում, բայց ոչ թե քո տարածքային ամբողջականությունը։ Հիմա Նիկոլը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է ճանաչել, Արցախը ներառյալ, գիտի ինչպիսի հանցագործություն է թույլ տվել, հիմա էլի սկսել է դա էլ փոխել, ասել ես Հայաստանի տարածքային ամբողջականությունն եմ ճանաչել, միշտ էլ ասում եմ ամենահիմար հայտարարությունը, որտեղ պահի որ դու դարձած այդ երկրի վարչապետը, արդեն ճանաչել ես այդ երկրի տարածքային ամբողջականությունը, եղել ես դրա վարչապետը, հիմա այլ մնացածը ասում եմ հիմարություններ ա որ դուրս տալիս, ես ուղղակիորեն ասել որ ինչքան ցինիկ այդ հայտարարությունը, որ ինքն է ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դա բացառիկ երևույթ է կարծեմ համաշխարհային միջազգային դաշտում։ Եվ գանք Իրան-Իսրայել պատերազմը տարածաշրջանում սպասվող զարգացումները, սա որքան երկար ինչ ազդեցություն կունենա մեզ վրա, ինչ վտանգների տակ ենք համեցեք։ Կարծում եմ ինչպես արդեն գուշակում ենք, այս պատերազմը կարծում եմ մի փոքր երկար է տևելու, առնվազն կարծում եմ առաջիկա 2 շաբաթվա համար դեռ կանխատեսել ինչ որ զարգացումներ են լինելու։ Իրավիճակ ամեն դեպքում ցավալի է, հրթիռակոծումները որ տեղի են ունենում, թե ասենք Թերանում, թե ասենք Իսրայելում, բոլոր Իրանում եւ Իսրայելում, բոլորը հանգեցնում են կորուստների։ Վերջին հաշվով պատերազմներից հիմնական տուժողը լինում են ժողովուրդները եւ միակ մեկը որ որևիցե կողմում չի հաղթում, դա ժողովուրդն է, որտեղ վերջին հաշվով թե կրում է մարդկային կորուստ, թե կրում է նյութական կորուստ, վերջին հաշվով այդ տնտեսական բեռը ծառայում է ժողովուրդների վրա։ Եվ մեզի լավ տեղ չի տան։ Ես մի քիչ դժվարանում եմ ուղղակիորեն մեկնաբանել ով է ճիշտ ասում, հիմա ես որոշակի տեսակետներ ունեմ, բայց հիմա չեմ ուզում շատ հստակ մտնել դրանց մեջ, բայց զարգացումները որ տեղի ունենում,
Հիմա չգիտեք, եթե հետևել եք լուրերին, չգիտեք, օրինակ միավորված թագավորությունը մի տեսակ կարծես նամակատարի պարտականություն է ստացել, Սպիտակ տնից ինչ-որ ուղերձ է ստացել միավորված թագավորության արտաքին գործերի նախարարը եւ մեկնում է Թեհրան, այդ ուղերձը բերում է Թեհրանին հանձնելու համար, Թրամփի հստակ ուղերձն է Իրանին։ Եվ շատ հստակ է Թրամփի ասածը, որ ինքը մինչև երկու շաբաթ հետո շաբաթ դեռ կտևի, մինչև ինքը որոշում կայացնի Իրանի վրա հարձակվելու համար։ Այսինքն ինքն է ուղղակի Միացյալ Նահանգները ներգրավի։ Հիմա եթե ուզենանք նայենք ինչ ասում Թրամփը, ուղղակիորեն Դամոկելյան սուրի նման այդ սպառնալիքը փորձում է պահել Իրանի գլխի վրա։ Մի կողմից ասում է, որ ես նախագիծը պատրաստ է Թեհրանի վրա, Իրանի վրա հարձակման, Միացյալ Նահանգների կողմից հարձակման նախագիծը պատրաստ է, բայց դեռ վերջնական չի, ոչ ոք չգիտի, ես ինչ եմ անելու, միայն ես գիտեմ ինչ եմ անելու։ Հետո մյուս կողմից խոսում է մոտավորապես մի երկու շաբաթվա ժամկետի մասին, որ դեռ երկու շաբաթ կտևի, մի տեսակ կարծես Իրանին ասում է, որ դու երկու շաբաթ ժամանակ ունես վերջնական որոշում կայացնելու, որ գալիս ես նստես բանակցության սեղանին, թե չես նստելու բանակցության սեղանին։ Ես նախորդ զրույցի ժամանակ էլ ասեցի, մեր շատ հետաքրքիր նմանություններ կան մեր իրավիճակում, որ ունենք միջև պատերազմը կամ պատերազմի ժամանակ եւ հիմա Իրանի դեպքում։ Հենց այնպես որ ասենք Նիկոլը լավ տարբերակ է ունեցել 2018-20 թվականի, եթե չեմ հոկտեմբերին պատերազմը կանգնեցնելու ավելի նպաստավոր պայմաններում եւ չի արել մտածել պատերազմը շարունակել եւ հանգել ավելի ծանր պայմանների հանգեցել ամեն ինչը։ Իրանն էլ մոտավորապես նույն վիճակում կար, այսինքն ուսեմ միջև շաբաթներ առաջ, երբ Թրամփը ինչ-որ առաջարկ ներկայացել է, իհարկե ցանկալի առաջարկ չէր, բայց այսօրվա դրությամբ եթե նայում ենք, կարող է շատ ավելի դրական, այդպես ասած, նպաստավոր պայմաններ ուներ Իրանը համաձայնության գալու այս խնդիրը փակելու եւ թույլ չտալու, որպեսզի այս ամենը տեղի ունենա, բայց Իրանը չընդունեց, չհամաձայնեց այդ տարբերակին Թրամփի եւ գուցե այլ ինչպես Նիկոլը շատ հույս կապեց, այսպես ասած, արևմուտքի խոսքերի, որ սա պատերազմ չի լինելու, ինչպես են ժարկել ասում են, պատերազմ չի լինելու, Ադրբեջանը չի կարող հարձակվել, մենք ամենամարտունակ բանակն ունենք, Ադրբեջանը պատրաստ չի հարձակման համար, ոչինչ չի անելու, խոսք կա միայն, բայց տեսանք, որ ամեն ինչ տեղի ունեցավ։ Նույն վստահություն, կեղծ վստահությունն էլ ես կարծեմ արհեստական Իրանին է ներշնչել, որ Թրամփը չի համարձակվի կամ Իսրայելը մինչև Թրամփի այդպես ասած լավրոն չունենա, չի հարձակվի ձևրամիտներ հանգիստ լինի, միայն խոսում են, այդպես լայնամասշտաբ հարձակում չլինի, կարծում եմ Իրանն էլ մի տեսակ հավատացել էր այդ ամեն ինչին, բայց տեսանք, որ ուղղակիորեն հակառակը տեղի ունեցավ եւ այդ հարձակումը, որ որից մեկուցե չէր պատկերացնում այդ մասշտաբով լինի, իրականություն է դարձել եւ գնում է։ Ամեն դեպքում հիմա այն պայմանները, որ Թրամփն է ցանկանում Իրանին պարտադրել, ուղղակիորեն կապիտուլացիայի նման մի բան է, շատ հստակ Թրամփն ասել է, որ Իրանը 60 օր ժամանակ է ունեցել լավ պայմաններով գալ նստելու, բանակցելու եւ համաձայնագիր ստորագրելու, չեն արել, հիմա ժամանակը կորցրել են, հիմա այլ պայմաններով պիտի գան։ Կարծում եմ նպատակը կապիտուլացիա է։ Հիմա պիտի տեսնենք Իրանը որքան կկարողանա դիմադրել այս իրավիճակին, կարողանա այս իրավիճակից դուրս գալու ինչ որ ելք գտնել, թե չէ, որտեղ գնալով ես կարծում եմ իրավիճակը ծանրանալու է Իրանի շուրջ, որտեղ եթե Միացյալ Նահանգներն են ներգրավի, դա արդեն շատ ծանր խնդիր է ստեղծելու։ Հիմա Իրանը ժամանակին հույս ուներ, որ Հիզբուլլահի կողմից, Համասի կողմից, ասենք Եմենի հուսիների կողմից, մյուս այդպես ուժերի կողմից ճնշումներ կարելի է գործադրել իրավիճակը փոխել հօգուտ իրեն, բայց տեսանք, որ մինչև Իրանի դեմ հարձակման անցնելը Իսրայելը հասցրեց այդ բոլորին, այդպես ասած, մի տեսակ վնասազերծել։ Տեսնենք, այս ամբողջ հարձակումների ժամանակ որևիցե արձագանք այդ ուժերի կողմից չի եղել։ Չգիտեմ հիմա որքան Իրանի այդպես ասած ռազմական կարողության մասին շատ է խոսվում, բայց դեռ որևիցե մեկ այդպես գնահատականը այն ժամանակ պարզ կդառնա, երբ որ այդպես ասած գործնական դառնա, տեսնենք դա ինչ է տեղի ունենում։ Բայց ամեն դեպքում Իրանի ստացած հարվածը ծանր է եղել, այսինքն ես կարծում եմ պիտի շատ ճիշտ գնահատենք, որպեսզի հասկանանք ինչ իրավիճակում է, որովհետև գլխավոր հրամանատարները այդպես ասած Մուսադը մինչև Իրանի խորքերը կարողացել է ներթափանցել, իրենք էլ արդեն չեն հերքում, շարունակաբար այդպես ասած պահեստներ են հայտնաբերում, որտեղ ցուցադրում են նույնիսկ հեռուստատեսությամբ Իրանինը, որ այդտեղ դրոններ նույնիսկ Իրանի մեջ բերել են մասերը տեղադրել են, Իրանում են սկսում են դրոնների տարբեր մասեր հավաքել։ Այսինքն սա խոսում է մի տեսակ նաև հետախուզական առումով Իրանի այդպես ասած գուցե կարելի ասել ձախողման կապակցությամբ, որ կարծել եմ ինչ այդտեղ ներթափանցեն, բայց հիմա Իրանը փորձում է այդ իրավիճակին հաղթահարել եւ գոնե հասնել մի-ինչ-որ տարբերակի, որը կապիտուլացիա չի լինի իր համար։ Հիմա Թրամփը կհամաձայնեն, Իսրայելը կհամաձայնեն, թե չէ, պիտի տեսնենք, որտեղ մի կողմից թեև իրենք ասում են Իրանում իշխանապողության նպատակ չեն հետապնդում, բայց դե բոլորս էլ գիտենք, նաև դա իրենց նպատակներից մեկն է եղել եւ շարունակում է մնալ։ Իրենք փորձում են
անել ամեն ինչ, որպեսզի Իրանի ներսում ինչ-որ այդպես ընդվզում առաջանա եւ այդ ընդվզման միջոցով իշխանափոխություն տեղի ունենա։ Առայժմ այդ ազդանշանները Իրանում գոնե այս պահին չկան եւ չեն հաջողել գոնե իրենց այդ նպատակի մեջ, բայց թե հետո ինչ կլինի, կարծում եմ մի քիչ դժվար է ասելը։ Ես կարծում եմ Թրամփի մոդելը, որ առաջնորդվում է, դա նույն հենց այն մոդելն է, որ ժամանակին Բուշը դրանով առաջնորդվեց, ասենք Իրաքը բռնազավթելու եւ Իրաքի դեմ զորաշարժ կատարելու ժամանակ, այն ժամանակ էլ եթե հիշեք, անհիմն մեղադրանքներ հնչեցրեցին Սադամի դեմ, որ ինքը քիմիական զենքեր արտադրում, քիմիական հսկայական զենքերի հսկայական պահեստներ կան, փորձում էին անվտանգության խորհրդում այդպես կոնսոլիդացիա ստեղծել, չստեղծեց եւ Միացյալ Նահանգները ինքը ուղղակիորեն սկսեց այդ զորաշարժը, վերջում պարզվեց ընդհանրապես այդպիսի պահեստներ չեն եղել եւ դա տեղեկատվությունը սուտ է եղել, միայն պատրվակ է եղել այդ հարձակումը արդարացնելու համար։ Մոտավորապես նույն, բայց ինչ արավ դրա արդյունքում ներքին ընդվզում եղավ Սադամ Հուսեյնի իշխանությունը, կործանվեց, փոխվեց իշխանապողություն։ Հիմա մոտավորապես նույնը Իրանի դեպքում են անում, ասենք մեղադրում են Իրանին, որ միջուկային զենքի արտադրմանը շատ էր մոտեցել, մի քանի շաբաթ էր մնացել մինչև զենքի հասնեին, մինչդեռ Միացյալ Նահանգների հետախուզական կառույցները ընդհանրապես այդ տեղեկատվությունը հերքում են, մոտավորապես հենց նույն սցենարն է, բայց ես չեմ կարծում այդ սցենարով, որ ասենք Իրաքի դեպքում տեղի ունեցավ ներքին ընդվզում իշխանափոխություն, Իրանի դեպքում դա տեղի կունենա, որտեղ այն օրվա Իրաքը լրիվորեն այսօրվա Իրանից տարբերվում, այն ժամանակ Իրաքում քուրդերը առանձին մի տեսակ այդպես ինքնավարություն էին ստեղծել իրենց համար, Իրաքի հյուսիսում շիաներն էին, այդպես ասած ընդվզումներ ունենում, բայց Իրանում այդպիսի խմբավորումներ այդ առումով գոյություն չունի եւ իշխանությունը տիրապետում է իրավիճակին, դժվար կլինի պատկերացնել, այդ մոդելը Իրանի դեպքում կհաջողվի, բայց Էրի չի կարելի ասել, այսինքն պիտի սպասենք մի քիչ զարգացումները, տեսնենք ինչ է լինում, ինչպես է առաջ գնում, Իրանի ժողովուրդը մինչև որտեղ կամփերի, ինչ կլինի հարձակումները, ինչ փուլի մեջ կմտնեն Միացյալ Նահանգները կներգրավի, թե չէ Միացյալ Նահանգների ներգրավումից հետո Իրանի պատասխանը ինչպես կլինի, դրանք բոլորը հարց են, բայց Իրանի իշխանությունները ցույց են տվել, որ ունեն ճկունություն ամենածանր պայմաններում զիջումների գնալու, փորձելու համակարգը փրկել եւ ամեն դեպքում այդ տարբերակը միշտ կա, որ հնարավոր է ամենացավալի զիջումներին գնան, որպեսզի կարողանան իշխանապողություն թույլ չտան Իրանում, բայց դա նույնպես լուրջ խնդիրներ է ստեղծել իրենց, որտեղ մի կողմում Իսրայելն է կանգնած, որի գոյություն իրենք ընդհանրապես չեն ընդունում, բայց հիմա իրենց հիմնական հակամարտող կողմը Իսրայելն է, հիմա վաղը եթե Թրամփը պայման դնի, պիտի գաք նստեք Իսրայելի հետ մեկ սեղանի շուրջ բանակցության թուղթ ստորագրելու կամ բանակցելու, արդեն այդտեղից Իրանի համար լուրջ խնդիրներ են ստեղծվելու, որտեղ Իրանը նույնիսկ իր մարզիկներին թույլ չտվել 40-ից վերջին հեղափոխությունից հետո որպեսզի մրցեն իսրայելցի մարզիկների հետ, արգելել է, որ քանի որ նրանք գոյություն, Իսրայելի գոյությունը պաշտոնապես չեն ճանաչում, պատկերացրեք ստեցին մեկ իրավիճակ, որ իրենք պարտավոր են գնալ նստել բանակցել են ուղղակի Իսրայելի հետ։ Կարծում եմ, այս ամբողջը պիտի սպասենք ժամանակը ցույց կտա, որ ինչ է լինելու, բայց այս ամենը վերջնաշուտ մեզ համար վտանգավոր իրավիճակ է ստեղծում մեր հարևանության մեջ, որը ցանկացած բանի կարող է Ադրբեջանի համար այդպես չարաշահումների հիմք ստեղծել, գուցե Նիկոլեն հենց այդ պատճառով որ ափաթափալ վազում է գնում է հիմա թուղթի կտորը ստանա, գուցե ինչ-որ կերպով փակի ռազմական գործողությունների հնարավորությունը Ադրբեջանի կողմից, սպասենք տեսնենք ինչ կլինի։ Շնորհակալ եմ, պարոն Մարգարյան, որ համաձայնեցիք։ Ես եմ շնորհակալ։